Բարոս Էլիկուրի եղբայրան, եկեք շարունակենք Հռոմեացիս 12-րդ գլխի արդեն երկրորդ համարը։ Ես կընթերցեմ առաջի համարի հետ զուգահեռ, որպեսզի շաղկապը տեսնենք եւ առավել առաքյալը կխորացնի հասկացողությունը երկրպագության քրիստոնեական, ինչի որտեվ երկրպագությունը մենք արդեն ասեցինք առաջի ձայնագրության մեջ, որ այն չի հանդիսանում մեր կյանքում որևէ մեկ շրջան կամ պաշտամունքի մեջ որևէ մեկ ժամանակահատված, այսինքն կապած երկեցողության հետ։ Երկրպագությունը քրիստոնյայի կյանքում ըստ առաքյալի, ըստ Աստվածաշնչի, երկրպագությունը դա քրիստոնյայի հասկացողությունով Աստծո առաջ բերած ծառայություն, այսինքն այն կյանքի ամբողջ ընթացքն է, որովհետև քրիստոնյայի կյանքը արդեն 12 գլխի առաջ համարում առաքյալը նկարագրում է որպես կենդանի զոհ, ինչի կենդանի, որովհետև ոչ թե մենք ուղղակի նվիրված ենք սեփականություն ենք, որտեղ զոհը դա Աստծո սեփականությունն էր դառնում, այսինքն նվիրվում էր Աստծուն, այն նկարագրված էր որպես Աստծուն լինող, ոչ թե մենք ուղղակի մենք շուրթերով դավանում ենք, որ մենք Քրիստոսի ծառաներն ենք եւ Քրիստոսը մեր Տերն է, այլ նաեւ մեր կյանքն է նվիրվում որպես ծառայություն նրա, այսինքն սա ոչ միայն մեր ասելով, որ մենք նրա սեփականությունն ենք, այլ դրա համար ոչ թե ասելով եւ մահացած մնալով, այլ որպես կենդանի զոհ, այսինքն պատկանում ենք Աստծուն, բայց կենդանի ենք նրա համար ծառայության մեջ։ Դրա համար առաքյալը այս միտքը զարգացնում է, որպեսզի առավել ցույց տա, թե երկրպագությունը իմիջիայլոց արտադրվում է Աստված ճանաչությունից, որտեղ մեր նախորդ ձայնագրության մեջ մենք շեշտեցինք, որ իրական երկրպագությունը հիմնված չի էմոցիոնալ զգացմունքների պոռթկումից, այսինքն ինչ որ մի երաժշտության կարիք չկա, որ մեզ մղի երկրպագության։ Երկրպագությունը արտադրվում է Քրիստոսի ողորմությունը ճանաչելուց, որտեղ մենք տեսանք, որ ամբողջ ավետարանը խոսում է Քրիստոսի ողորմության մասին։ Եվ առաքյալը կարծես թե կոչ անում, այսինքն այդ ողորմությունը, որ դուք տեսաք, այն կիրառվելով ձեր վրա, ուրեմն աղաչում եմ ձեզ այդ ողորմությունով, որ ճանաչեցիք, որ դուք անարժաններ, Աստված ձեր արժանացրեց այդ մեծ ողորմության եւ շնորհքին, ուրեմն ձեր մարմինները նվիրեք որպես կենդանի զոհ, եւ այստեղ է, որ մենք տեսնում ենք արդեն նրա բաղադրիչները, կենդանի, սուրբ, Աստծուն ընդունելի, սրանք բոլորը այդ ընթացքի կամ այդ մեր Աստծուն նվիրվելու եւ Աստծո համար մեր կյանք ապրելու բոլոր հատկություններն են, որոնք Աստծուն հաճելի են, որով փառավորվում է Աստված։ Տեսեք, ինչ մենք կանադառնանք, այսօր մենք խոսենք որոշակի առումով որոշ ներածության մասին, կհիշենք ընդհանուր մեր շաղկապը, որպեսզի մենք տեսնենք, որովհետև առաքյալի նամակը մի ամբողջական նամակ է։ Այն ուղղակի հատվածներ չի մեկը մյուսից կտրված, այն մի ամբողջական նամակ է եւ այդ ամբողջականության մեջ կարեւոր է, որ մենք տեսնենք ինչ մտքեր առաքյալը զարգացրել, որոնք արծարծվելու արդեն կիրառականի մեջ։ Այսինքն այն ուսուցումները, որ առաքյալը տվեց թեորիկ շրջանում, այսինքն 1-ից մինչև 11-րդ գլուխը, այս ամենը առաքյալը նորից կիրառելու է կիրառականի մեջ, այսինքն մեր հարաբերությունները, ընդհանրապես հավատացյալ, մեր հարաբերությունները ուղղակի նկարագրում է մեր հարաբերությունը Աստծո հետ։ Այսինքն, տեսեք, ընդհանրապես շատ կարևոր է մենք հիշենք, որ Աստվածաշնչում, երբ որ խոսքը գնում է եկեղեցում եղած հարաբերությունների մասին, այն ուղղակի կրկնօրինակն է կամ բնօրինակն է որոշակի առումով, այսինքն վերցված է բնօրինակից սուրբ երրորդության մեջ եղող հարաբերությունից։ Մենք մի քիչ որոշակի առումով մեր արդեն երբ որ կանադառնանք բաղադրիչներին, որոշակի առումով խոսենք քրիստոսաբանության մասին, որովհետև Քրիստոսի մեջ պետքա տեսնենք նրա գլխավոր ընկալումը հորը որպես գերագույն փառք։ Տեսեք, մենք պետք է հասկանանք, որ Քրիստոսը որպես Աստված, նույն Աստվածն է, նույն զորությունով, նույն փառքով, սակայն մենք պետք է տեսնենք, որ Քրիստոսը իր անձը խոնարհեցրեց եւ մարդու կերպարանքով կամ մարդու նման լինելով, մարդկային բնություն առնելով, մենք տեսնում ենք նաեւ նկարագրում է արդեն որդու մեկ այլ տիտղոսը։ Տեսեք, Քրիստոսը որպես հավիտենական որդի սուրբ երրորդության մեջ ինքը ոչ մի տարբերություն չունի աստվածային զորությունով, նույն Աստվածն է։ Սակայն որպես ֆունկցիոնալ դեր, որպես որդի, մենք միշտ տեսնում ենք, որ Քրիստոսը իրեն հնազանդեցնում է հորը։ Եվ այս հարաբերությունը, այս հնազանդությունը ուղղակի արտահայտությունն է Քրիստոսի սեր ուղղված դեպի հորը։ Եթե ձեզ հարց տամ, ինչպես է արտահայտվում քրիստոնյայի կյանքում սերը դեպի Աստված, այն արտահայտվում է ձեր հնազանդությունով, որքանով որ դուք Աստծո խոսքին հնազանդ եք, այնքանով էլ դուք սիրում եք Աստծուն։ Տեսեք, սա շատ մենք այս ամեն ինչը հիմա ես ուղղակի թռուցիկ ասում եմ, բայց մենք ավելի խորն ենք սա տեսնելու։ Եվ Քրիստոսը սա է ցույց տալու։ Քրիստոսը սա ցույց տալու համար ասում է, ես չեմ եկել իմ փառքը որոնելու,
այլ հոր փառքը։ Տեսեք, նա չի ասում, եւ ասում է ես չեկա որ իմ կամքը անեմ, ասում է եւ ես երկնքից չեկա իմ կամքը անելու, այլ իմ հոր կամքը։ Ինքը ուղղակի կարող ասել ես երկնքից եկա հոր կամքը կատարելու, բայց ինքը շեշտակի անում, ասում է ես չեմ եկել իմ կամքը անելու, այլ հորս կամքը։ Ինչի այս շեշտակի բառերը Քրիստոսը ասում, որպեսզի շեշտը ուղի հոր կամքի վրա, ավելի, որտեվ եթե Քրիստոսի կյանքում տեսնում ենք, որ կա Աստծո հանդեպ, հոր հանդեպ սեր, տեսեք, ես երբ որ ասում եմ հայր, այստեղ արդեն խոսում եմ ֆունկցիոնալ դերի մասին, այստեղ խոսքը չի վերաբերում, որ հայր Աստված է, Քրիստոսը ոչ, պետք է ճիշտ հասկանանք, բայց Քրիստոսը երկրի վրա երկու տիտղոս է իրականացնում, որպես Մեսիա, եւ երբ որ ասում ենք Քրիստոսը որպես Մեսիա, հասկանում ենք, որ մարդկային բնությունով եւ որպես հավիտենական որդի, այսինքն հավիտենական որդի ինքը նույն Աստվածն է, բայց ֆունկցիոնալ դերն է իրականացնում։ Այսինքն հավիտենականության մեջ Քրիստոսը հանդիսանում է որդի։ Քրիստոսը որդի չի դառե Մարիամից ծնվելով, սիրելիներս։ Հայր, որդի եւ Սուրբ Հոգին հավիտենական ֆունկցիոնալ դերն է նրանց։ Բայց նույն Աստվածն է, բայց որպես ֆունկցիոնալ դերերով հայրը ծրագրողը, նախասահմանողն է, որդին ճարտարապետն, հայրը արարիչն է, որդին այդ արարչագործության ճարտարապետն է, Սուրբ Հոգին մասնակցում այդ արարչագործության մեջ, հոգին շրջում է ջրերի վրա, բայց այդ մեկ Աստվածն է երեք անձերով հայտնված։ Սա մեզ համար անհասկանալի է շատ, բայց երբ որ մենք ավելի խորանում ենք Աստվածաշնչյան արդեն ուսուցումների մեջ, տեսնում ենք նրանց հարաբերությունները արարչագործության մեջ, փրկagorտության մեջ, սրբացման ընթացքում, տեսնում ենք ինչպես է գործում Աստված հավատացյալի կյանքում Սուրբ Երրորդությունով։ Սա կարևոր է, ուրեմն ես հիմա գիտեմ բառեր եմ ասում, որ շատ կոնկրետ եմ ասում, դրանց բովանդակությունը դες համար միգուցե հիմա անհասկանալի կլինի, բայց ես փորձելու եմ Աստծո շնորհքով բացեմ այդ ամենը։ Եվ սա մեզ օգտակար կլինի, որպեսզի մենք տեսնենք ինչի համար է քրիստոնյան քրիստոնյայի շնորհքով վարվում, որովհետև շնորհքի գործոնը հոր, որդու եւ Սուրբ Հոգու հարաբերության մեջ է։ Շնորհքի գործոնը դա առավել արտահայտվում է խոնարհությունով, սերով դեպի մեծ, այսինքն ամբողջական նվիրվածությունով, սրանք շատ կարևոր է, դիմացինի շահը փնտրելով, ոչ թե քոնը, այսինքն սրանք կարևոր բաղադրիչներ են, որ մենք տեսնենք Սուրբ Երրորդության մեջ, երբ որ մենք անդրադառնում ենք, տեսնում ենք, երբ որ Քրիստոսը խոսում է ես եկա հոր կամքը կատարելու, եւ երբ որ մենք ասում ենք Քրիստոսը կատարելապես կատարեց հոր կամքը ամբողջությամբ, սա ուղղակի նշանակում է, որ Քրիստոսը կատարելապես սիրում էր հորը, որտեղ միայն հորը կատարելապես սիրելով կլինի կատարյալ հնազանդություն։ Այս սա ամենակարևորն է։ Խոսենք նաև Քրիստոսի կամքի որոշակի սկզբունքների մասին, նրա կամքի կամ արտահայտության մասին որպես մարդ եւ որպես Աստված, խոսենք, բայց հիշեք Քրիստոսը նույն անձն է, մեկ անձ է, որի մեջ բնակվում է երկու կատարյալ բնություն, կատարյալ Աստվածային եւ կատարյալ մարդ։ Քրիստոսի մեջ երկու անձ չկա։ Քրիստոսը մեկ անձ է, որի մեջ ամբողջականը, միությունը, կատարյալ Աստծո եւ կատարյալ մարդկային բնության, սակայն անխառն։ Սա կարևոր է, երբ որ մենք անդրադառնանք նաեւ որոշակի առումով եկեղեցական ժողովների վերդիկտին կամ այսինքն եզրահանգմանը, իդիոմատում կոմունիկացիոն իդիոմատում, որ նշանակում է երկու բնություններ մեկ անձի մեջ միացված, բայց ոչ խառնված։ Այսինքն Քրիստոսի մարդեղությունը չի փոքրացել Քրիստոսի աստվածության զորությունը եւ Քրիստոսի աստվածային զորությունը, աստվածային բնությունը չի ներգործել նրա մարդեղության վրա եւ նրա սուպեր մարդ արել։ Քրիստոսը նույն մարդն է մեր նման։ Բնական մարդ, իհարկե առանց մեղավոր բնության։ Մենք բոլոր շատ տարերի կանադանանք, որովհետեւ արդեն կիրառականի մեջ մենք խոսելու ենք ինչն է օգնելու մեզ, որպեսզի մենք մեղքի պայքարը անցնենք, ինչն է օգնելու մեզ, որպեսզի մենք Քրիստոսին առավել նմանվենք։ Եվ հետաքրքիր է, որ մեր մեղքի պայքարի գլխավոր գործոնը Աստծո կամքի մեջ մնալն է, բայց որպեսզի Աստծո կամքի մեջ մնանք, առաջնահերթ պետք է Աստծո կամքի ճանաչողություն։ Դրա համար մեր հատվածում, երբ որ ես հիմա կընթերցեմ, կտեսնեք առաքյալը շեշտը դրում է սրա վրա, բայց տեսեք, ինքը ինչ որ ասում է առաջի համարում, երկրորդ համարում ամբողջացնում է, որտեղ առաջի համարում, երբ որ ինքը խոսում է, որ մեր կյանքը պետքա որպես զոհ երկրպագություն դրվի Աստծո զոհասեղանին, ինքն ասում է առանց հոր կամքը ճանաչելու ձեր զոհը Աստծուն ընդունելու չի լինելու։ Ինչի, որտեղ զոհը սերտ կապված է Աստծուն ընդունելու եւ սուրբ լինելու։ Այսինքն զոհը պետքա լինի ամբողջական, այսինքն պետքա լինի սուրբ, ոչ թե պիղծ, պետքա լինի, այսինքն
անարատ, ոչ թե արատավոր, որպեսզի Աստծուն ընդունելի լինի։ Սրանք շատ կարևոր բաղադրիչներ են, որի համար արդեն առաքյալը երկրորդ համարում սկսում ավելի ամբողջացնել։ Եկեք ընթերցենք առաջի համարից եւ ես կփորձեմ կարևոր սկզբունքների մասին խոսել։ Հիմա մենք կփորձենք որոշակի ներածություն անել։ Երկրպագության մեջ, սիրելիներս, շատ կարևոր է մի բաղադրիչ։ Շատ կարևոր է սա, ամենակարևորը։ Դուք ուշադիր եղեք, ամեն մեկը ձեր անձին, չգիտեմ, ձեր եկեղեցում, ձեր եկեղեցու երկրպագության միգուցե այն ծառայություն եք համարում, երկրպագության ծառայություն։ Երկրպագությունը ծառայությունը ամբողջ կյանքի, որովհետեւ մի ոլորտը չի երկրպագությունը ծառայությունը։ Մեր ծառայությունը Աստծո առաջ եւ մեր ամբողջ կյանքն է ծառայություն։ Հիմա, այսինքն, երբ որ մենք ծառայությունը ավելի կպցնում ենք, նեղացնում ենք, կպցնում ենք ինչ որ մի ժամանակահատվածի, մենք փոքրացնում ենք Աստծուն եւ փոքրացնում ենք մեր նվիրվածությունը առ Աստված։ Տեսեք, սա շատ կարևոր է։ Ուրեմն երկրպագության կարևոր մի սկզբունքի մասին ամեն մեկը տնեք ձեր կյանքում։ Ձեր երկրպագությունը ուղղակի Աստծո առաջը, այսինքն ինչի նկատի ունեմ, ձեր երկրպագությունը Աստծո կամքն է ցույց տալիս, թե ձեր երկրպագությունը բավարարում է ձեր պահանջները։ Սա ավելի կարևոր է։ Ձեր երկրպագությունը ինչի համար է, այն պահանջն է ձեր բավարարում, որտեվ կա մարդկային բնական պահանջ, երբ որ մարդը ուզում է ընկնի այդ օգնության մեջ, սա մարդկային պահանջն է, առանց ի նկատի ունենալու Աստծուն հաճելի է դա թե ոչ, մարդն ուզում է այդպես վայելի, այսինքն այն ձեր վայելքն է, թե այն Աստծուն փառավորելն է, այսինքն ձեր երկրպագության հիմքում պիտի ինքած լինի Աստծո ուրախությունը, պիտի Աստված ուրախանա ձեր երկրպագության վրա։ Հիմա երբ Աստված կուրախանա ձեր երկրպագության վրա այն ժամանակ, երբ որ ձեր կյանքը, ոչ թե ձեր այդ պահը, երբ որ ձեր կյանքը կհամապատասխանի նրա կամքի հետ։ Երբ որ, այսինքն, ձեր երկրպագությունը պետք է լինի Աստծո հետ հարաբերություն, ոչ թե ձեր պահանջների բավարարում։ Այսա ուզում եի ասեի, որպես կարևոր շեշտ հիշեք։ Ձեր երկրպագություն, ուշադիր եղեք ամեն մեկը։ Ձեր երկրպագությունը այն համարվում է Աստծո հետ հարաբերություն, դուք դա լավ կիմանաք, թե ձեր պահանջի բավարարում։ Սրա մասին մտածեք։ Հիմա եկեք ընթերցենք հատվածը ու առավել խորը անդրադառնանք սրան, եւ ես ուղղակի այդ անցումը կկատարեմ առաջի համարից երկրորդ, որովհետեւ երբ որ առաջի համարում 12-րդ գլխի առաքյալը խոսում է ներկայացնելով, որ Աստծո ողորմությունը ճանաչած անձը ի վերջո պիտի իր մարմինը նվիրի Աստծուն, կամ իր ամբողջ կյանքը, արդեն երկրորդ համարում առաքյալն առավել խորացնում է, ցույց տալով, որ այդ նվիրումը, եթե նորոգված մտքով չի, այն Աստծուն հաճելի չի լինելու։ Դու վարվելու ես մարդկորեն, սակայն քեզ համարելու ես Աստծո սեփականություն, բայց կործանելու ես եկեղեցին։ Այսինքն վարվելու ես մարդկորեն բոլոր հարաբերությունների մեջ, բոլոր որոշումների մեջ, կլինի եկեղեցում, կլինի քո կյանքում, անունդ լինելու է քրիստոնյա, բայց վարվելու ես մարդկորեն, այսինքն Աստծուն հաճելի չես լինելու։ Դու չես լինելու որպես կենդանի զոհ Աստծո սեղանի վրա դրված։ Դու լինելու ես մահացած զոհ։ Այսինքն զոհ քեզ ընկալելու ես որպես Աստծո սեփականություն, բայց քո ծառայությունը Աստծուն հաճելի չի լինելու։ Դու չես ծառայելու Աստծուն։ Դու կենդանի չես լինելու Աստծո համար։ Այսինքն եկեք ընթերցենք։ Արդ աղաչում եմ ձեզ եղբայր, առաջի համարից եմ ընթերցում։ Արդ աղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով։ Այսինքն այն ողորմությունը, որ դուք տեսաք արդեն ավետարանի։ Մի քիչ տո մենք անդրադառնանք որոշակի հատվածների։ Որ ձեր մարմինները ներկայացնեք կամ դնեք կենդանի, սուրբ եւ Աստծուն ընդունելի զոհ, որը ձեր հասկացողությունով ծառայությունը, որը ձեր բանավոր պաշտոնը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Երբ որ առաքյալն այստեղ խոսում է, մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, մենք պետք է ուղղակի տեսնենք կոնտեքստի մեջ, ինչ ի նկատի ունի աշխարհի կերպարանք։ Արդյոք այն նշանակում է այդ հագուստը մի հագեք, կոստյում մի հագեք, Քրիստոսի խալաթը հագեք, այս ինչ հասա նշանակում մի կերպարանվեք այս աշխարհին։ Այսինքն պետք է մենք տեսնենք ինչ ի նկատի ունի աշխարհի կերպարանքացնելը, որովհետև ես չեմ ուզում բերեմ ուրիշ հատվածներից, ուրիշ առաքյալների ասած կոնտեքստից, օրինակ ես չեմ ասում, որ աշխարհը դա մարմնի ցանկությունն է, աչքերի ցանկությունը եւ այս կյանքի ավարտություն։ Այո, աշխարհը դա է։ Հովհաննեսը նկարագրում աշխարհը դա եւ դա է աշխարհը, բայց այս հատվածում սերտ կապված է մեր Աստծուն ընդունելի լինելու եւ մեր վարքի հարաբերությունների հետ կապված։ Մի կերպարվեք այս աշխարհի կերպարանքով եւ անմիջապես այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք թե ինչ է կամքը, Աստծո կամքը բարին, հաճելին եւ կատարյալը։ Եվ անմիջապես տեսեք, ես ուղղակի առաջ եմ գնում մի քիչ,
Որտեվ Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում ձեր մեջ ամենին բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել։ Տեսակ հարաբերությունների մասին։ Եվ անմիջապես ասում մեկը մյուսի վրա մի պարծեցեք։ Այսինքն խոսքը վերաբերվում է չնմանվել աշխարհի կերպարանքին, խոսքը վերաբերվում է ձեր հարաբերությունների մեջ մի վարվեք մարդկորեն, աշխարհի սկզբունքներով։ Մի վարվեք այդպես, որտեղ ձեր այդ ծառայությունը Աստծո համար ընդունելի չի լինի։ Այս մի քիչ ավելի խոր հետո այդում իհարկե նաև անդրադառնում է, եթե մեր վարքի մասին է խոսքը, իհարկե նաև մեր պահվածքի եւ մեր հագուստի, մեր արտաքինի մասին նույնպես խոսք է գնում, որտեղ մեր արտաքինը կարա հարաբերություն փոխի, օրինակ իմ արտաքինը կամ մի աղջկա արտաքինը, որը շատ լղոզված է հագած, կարա հարաբերություն, այսինքն կարա գայթակղություն բերի եղբորը, այսինքն այն վնասում է եղբորը։ Եղբորը մղում է մարմնավոր ցանկություններ։ Տեսնում եք, այսինքն նույնիսկ հագուստը կարա, բայց այստեղ խոսքը դրա մասին չի, բայց մենք անդրադառնանք բոլոր ոլորտներին։ Այսինքն եսի նկատում եմ, որ երբ որ ասում հարաբերություն, այն կապված է եւ մեր վարքին, եւ մեր արտաքինին, եւ մեր խոսքի հետ։ Այսինքն մեր մարմինը, մեր կամ այստեղ բառը, որ առաքյալն ասում է մարմինները, առավել նկարագրում է մեր ամբողջ էությունը։ Այստեղ ոչ միայն մարմինը առանց մեր մտքի, այլ մեր մարմին նշանակում ամբողջ մեր էությունը դրվի Աստծո զոհասեղանին եւ դառնա հասկացողությունով Աստծո համար ծառայություն։ Եվ դա կլինի անուշահոտություն առաստված։ Հիմա եկեք անդրադառնանք եւ ամբողջացնենք։ Տեսեք, առաջի գլխի մինչեւ 11-րդ գլուխը առաքյալը բացատրեց ավետարանը մանրամասնորեն եւ գլխավոր բանալի հատվածը առաջի գլխի 16 համարն է։ Սա միշտ հիշեք։ Հռոմեացիս թղթի ընդհանուր բանալին Հռոմեացիս առաջ գլխի 16 համարը, որտեղ առաքյալը ասում է ավետարանը, ամոթ չեմ համարում, ավետարանը, որտեղ նա է զորությունը մարդուն փրկելու համար, եւ հավատացյալին եւ հեթանոսին, եւ հրեային եւ հեթանոսին, նկատի բոլոր մարդկությանը, մարդու փրկելու համար Աստված մի նախասահմանված միջոց է դրել, դա ավետարանն է։ Ինչի, որտեղ ավետարանով է մեզ ներկայանում Աստված իր ողորմությունով, թե ով է իրական Աստվածը։ Մնացած Աստծո կերպարանքը մեզ տվողները առանց ավետարանի, դա իրական Աստծո հայտնությունը չի, այն խեղաթուրված եւ սատանայի ներգործությունն է։ Սատանայի պատմությունն է Աստծո մասին։ Ինչպես գիտեք, ինքը երբ որ մտավ Եդեմի պարտեզ, առաջի բանը, որ ինքը արեց, փոխեց մարդու ճանաչած ճշմարտությունը ստությունով, եւ մարդը լավ ընդունեց դա։ Ինչ ասեց ինքը։ Ասեց, վայ, Աստված ասել է այս ծառերից մի կերեք, ինչ է, ինքը չգիտեր Աստված ինչ ծառերի մասին ասել կամ ինչ ծառի մասին ասել։ Եվ մարդը չէ, ասել է բոլորից կերեք, բայց սրանից չուտեք, կմեռնեք երբ որ ուտեք։ Ինչ ասեց ինքը, վայ, չեք մեռնի։ Այդ ինքը նույնն է անում մինչև այսօր երկրպագության մեջ, արեք այսպես։ Արեք այսպես, դա հաճելի է Աստծուն։ Աղոթքի ժամանակ երաշտություն միացրեք, թող ձեր աղոթքը ելևէջներով լինի։ Ոչ։ Աստված լսում է ձեր սրտի ձայնը, ոչ թե ձեր երաշտության ձայնը։ Ձեր երաշտությունը շատ ձեր էմոցիան շարժի։ Դա Աստծո հետ կապ չունի։ Դրա համար աղոթքը պիտի լինի անկեղծ եւ սրտից, կոտրված սրտով կամ շնորհակալության հոգով, ոչ թե երաշտության զուգահեռ անցումով, ընթացքով։ Հիմա տեսեք, ես երբ որ այսպես ասեմ, շատերի մոտ կթվա, թե Արմեն եղբայրը ուղղակի կոնսերվատիվ երաշտության, այո, կա երաշտություն, որտեղ մենք երբ որ խոսում ենք Աստծո մասին, նույնիսկ կարող է ինչ-որ տեղ մի ծառայություն անեք, երաշտության կարիքը լինի, երաշտություն միացնեք, այսինքն հոգևոր երաշտության զուգահեռ լինի դա, բայց այստեղ երբ որ խոսք գնում աղոթքի մասին, մենք պետք է հասկանանք, որ ինձ աղոթքի մղողը, իմ աղոթքը ավելի ընդունել անողը երաշտությունը չի։ Երաշտությունը չի օգնում, որ իմ աղոթքը ավելի ընդունելի լինի, որտեղ կա այս ընկալումը, ես դրա համար եմ սա ասում։ Հիմա ամեն դեպքում առաջինը Պողոս առաքյալը խոսեց առաջի գլխից մինչև 11-ում մանրամասն ամբողջ ավետարանը եւ շեշտը բանալին դրված է 1-ից առաջի գլխի 16 համարում։ Սա համար այսինքն ովքեր որ փրկվում են ավետարանով։ Ավետարանը դա խտացված Աստծո ողորմության մասին լունա հայտնված անարժաններին։ Ուրեմն տեսեք, առաջի 1-ից մինչև 3-րդ գլուխներում առաքյալը դատապարտության դրեց բոլոր մարդկության, ասելով որ որևէ մեկը Աստծո առաջ ընդունելի չի։ Չկա մեկը, որ առանց Քրիստոսի, չկա մեկը, որ առանց հավատքի դեպի Քրիստոս արդար կոչվի Աստծո առաջ։ Այսինքն Պողոս ասում է, որ բոլոր մարդիկ մեղավորներ են Աստծո օրենքի առաջ, սա 1-ից մինչև 3-րդ գլուխներում, եւ Աստծո ողորմության կարիքը ունեն։ Միայն Աստծո ողորմության հիմքի վրա կարող են ունենալ փրկություն, որը կենտրոնացած է Քրիստոսի անձի եւ նրա կատարածի մեջ։ Առաջի գլխից մինչև 3-րդը։ 4-ից 5-ում առաքյալը բացատրում է, որ մարդը արդարում է միայն հավատքով,
առաջ քաշելով միջոցը ոչ թե բարի գործերը, ոչ թե բարոյական կյանքը, այլ հավատքը, որից արտադրվում է բարի գործերը եւ բարոյական կյանքը։ Հավատքը ուղղված Քրիստոսին, առանց գործերի, Աստծո ողորմության հիմքի վրա։ 4-ից 5 գլուխներում։ 6-ից 8 գլուխներում նա ասում է, որ Աստված իր առատ ողորմությունով մաքրում է եւ սրբացնում է անարժան մարդուն։ Այսինքն սրբանալու եւ փրկվելու համար պետք չի որ մարդը ինչ որ մի բան անի, որ արժանանա։ Ոչ, Աստված ինքն է մարդուն արժանացնում իր ողորմությունով, այստեղ ամբողջ շնորհքի հասկացողությունը։ Եթե Աստված արժանավորին է ընդունում, էլ ողորմության եւ շնորհքի կարիք չկա, դա որպես վարձ դու արեցին ինքն քո արածի համաձայն քեզ ընդունում է։ Բայց եթե Աստված քեզ անարժանին ողորմում է, այս սա արդեն շնորհքն է։ Այսինքն 6-ից 8 համարներում ինքը ցույց տալի, որ մարդը անարժան է, եւ Աստված չի սպասում, որ մարդիկ դառնան արժանի եւ նրանց վերցնի եւ սրբացնի, եւ այլ ընդհակառակը այդ կործանվածին, անմաքուրին, անարժանին իր ողորմությունով նա կյանք է տալիս եւ մաքրում է նրան իր փառքի եւ արքայության համար։ Սա արդեն 6-ից 8 գլուխը, որտեղ անդրադառնում է եւ մեղքի պայքարին եւ մեր Աստծո զավակ լինելուն, ասում է արդեն Քրիստոսի մեջ եղած դատապարտություն չկա։ Այս պատճառով է, որ Սուրբ Հոգին մեր մեջ մեզ մղում է Աստծուն սիրելու, աճեցնելու եւ մենք աղաղակում ենք Աստծո որպես Աբբա հայր եւ Սուրբ Հոգին գործակից եւ օգնական է մեր աղոթքներին։ Մենք չգիտենք ինչի համար աղոթենք, բայց ինքը Աստծուն բարեխոսում է մեզ համար, այստեղ անբարբար հառաչանք, այստեղ բառացի, այսինքն օտար լեզուների մասին չի խոսքը, այստեղ Սուրբ Հոգու մեր ներգործությունն է մեր Աստծո հետ ունեցած հարաբերության մեջ շինության առումով։ Եվ ամբողջ Աստծո գալիս արդեն 9-ից 11-րդ գլուխները։ 9-ից 11-րդ գլուխներում Պողոսը խոսում է Աստծո ծրագրի մասին։ Աստծո ծրագրի մեջ ինքը անդրադառնում է եւ շատ հարցեր է տալի եւ փիլիսոփայական մոտեցումը, որտեղ կային ունկնդիրներ, որոնք այդպիսի հարցեր էին տալի, խոսքը գնում էր սուվերեն ընտրության մասին, բայ եթե Աստված սուվերեն ընտրությունի, բայ ինչ եղավ Իսրայելը, եւ ինքը անդրադառնում է Իսրայելի անկմանը եւ ցույց է տալի, որ այդ անկումը սերտ կապված է հեթանոսների ողորմությունն ընդունելու հետ։ Նրանք փոխվեցին որպես ճյուղեր եւ դու որպես անարժան տնկվեցիր հավատքով։ Եվ այստեղ կարևոր սկզբունքների մասին մենք արդեն խոսել ենք արագ ձայնագրություններն ենք։ Այսինքն 9-ից 11-ում Պողոսը խոսում Աստծո ծրագրի մասին, անդրադառնալով Իսրայելի անկմանը եւ հեթանոսների ողորմությունով փրկությունը ընտրելու եւ փրկության արժանացնելու մասին։ Ի վերջո Պողոսը գալիս եւ հասնում ենք արդեն 12-րդ գլխին, 12-րդ գլխում եզրահանգում անում Պողոսը։ Այսինքն այս ամենը 1-ից մինչև 11-րդ գլուխ, որտեղ առաքյալը խոսեց արդեն Աստծո մեծ ողորմության մասին անարժան մարդու վրա դրված կամ կիրառված, առաքյալն ասում է, ուրեմն սա իմանալով, թե ով է Աստված, ինչպիսի սեր ունի ձեր հանդեպ, եւ ինչպիսին եք դուք եւ ինչպիսիներով ձեզ կանչեց, եւ այս ողորմությունը ձեր վրա կիրառեց, ուրեմն արդ աղաչում եմ ձեզ եղբայր, Աստծո այս մեծ ողորմությունով ձեր մարմինները նվիրեք Աստծուն։ Արժան Աստված։ Այսինքն տեսեք, սա ամենակարևոր սկզբունքն է։ Եվ արդեն 12-րդ գլխում առաքյալն անդրադարձավ, որ մեր կյանքը պիտի հանդիսանա ամբողջական երկրպագություն։ Այսինքն սա կարևոր է մենք տեսնենք։ Այսինքն 12-րդ գլխի երկրորդ համարը արդեն հանդիսած 12-րդ գլուխը, այսինքն երկրորդ համարում արդեն ամբողջացնում է 12-րդ գլուխը ընդհանրապես հանդիսանում է, այսինքն եզրահանգում է այս 1-ից 11-րդ գլուխների եւ 12-րդ գլխում արդեն առաքյալը անդրադառնում է այն մեծ փաստին, այն մեծ ողորմությանը, որը կիրառվել է մեզ վրա հավատացյալների վրա։ Ուստի աղաչում եմ այս ողորմությունով, այսինքն այս մեծ փաստը ողորմության 1-ից մինչև 11 ողորմած պիտի մեզ մղի արդեն 12-րդ գլխի բոլոր բաղադրիչներին։ Եվ այսինքն որպես կենթանի զոհ ներկայացնենք։ Հիմա ես կփորձեմ որոշակի առումով մի քիչ ավելի անդրադառնամ որպես ներածություն, թե ինչ ի նկատի ունի առաքյալն ասելով, եւ կվերջացնենք եւ արդեն մյուս զանազանության մեջ ասենք մենք 3 կարևոր սկզբունքներ կտեսնենք երկրպագության նույնպես, որը շատ կարևոր է։ Հենց առաջի համարում առաքյալը շեշտում է, որ սա քրիստոնյայի ամբողջական կյանքն է։ Սա ամենակարևորն է, որ մենք հասկանանք, որպես զոհ դրված Աստծո սեղանը եւ ընդհանրապես ինքը որ անդրադառնում է քրիստոնյայի կյանքին, օրինակ Կողոսացիս 3 գլխի 17 համարում ինքը ասում է ինչ որ կանեք Աստծո փառքի համար արեք։ Առաջի Կորինթացիս 10:31 ասում նույնիսկ կենցաղային պարագաների մեջ ասում ինչ որ թե կուտեք, թե կխմեք եւ ինչ էլ որ անեք Աստծո փառքի համար արեք։ Այսինքն սա ուղղակի
ցույց է տալի, որ մեր կյանքի բոլոր բնագավառները այն երկրպագությունն է, այսինքն ամեն բան հասկացողությունով Աստծո համար արած մեր ծառայությունն է։ Եվ այս հատվածում նաև անդրադառնում է մեր մարմիններին, նույնպես այն Աստծո սեփականությունն է, որ պետք է նաև արտահայտի Աստծո երկրպագություն, եւ զոհի մասին խոսքը արդեն ամբողջացնում է, որպես սեփականություն, նվիրվածություն։ Այսինքն տեսակ, այսինքն 1-ից 11-րդ գլուխներում առաքյալ արդեն մղում է կիրառականի, բայց կիրառականի մեջ ամբողջացնում է զոհը, բայց զոհի հետ կապված առաքյալը մեզ բերելու է ավելի մտքի նորոգություն, որտեղ զոհը եւ մտքի նորոգությունը սերտ կապված են իրար հետ։ Դրանից հետո մի քիչ հետո մենք ավելի սա խորը կտեսնենք։ Իհարկե ներածականի մեջ սա կտեսնենք։ Հենց այսպես, այսինքն այս հավատացյալը պետք է վերաբերվի իր մարմնի հետ, հասկանալով, որ այն որպես զոհ դրված է Աստծո զոհասեղանի վրա։ Այսինքն մեր կյանքերը Աստծո զոհասեղանի վրա դրված են արդեն։ Եվ կենթանի, այն չի մահանում որպես զոհ։ Սեփականությունն է Աստծո եւ այդ սեփականությունը ընկալումով էլ Աստծո համար ծառայում ենք ամեն ինչով եւ անկեղծությունը մեր կյանքում արդեն գլխավոր շեշտ է զուգահեռ, այսինքն ամբողջական անկեղծ, այսինքն սրտով նվիրված ծառայությունը։ Զոհը դա կենթանի ոչ թե մահացած, արդեն հասկացանք, եւ զոհը պետք է լինի սուրբ, ոչ թե արատավոր։ Այսինքն զոհը Աստծուն ընդունելու ոչ թե Աստծուն մերժելի։ Այս 3 ատրիբուտով ինքը նկարագրում է մեր կյանքը որպես Աստծո համար զոհաբերություն։ Կենթանի, ոչ թե մահացած, այսինքն չլինի, որ ասենք Աստծո սեփականություն ենք, բայց ծառայություն չկա Աստծո հանդեպ։ Կենթանի, սուրբ, ոչ թե արատավոր, ոչ թե պիղծ եւ Աստծուն ընդունելի, ոչ թե Աստծո համար մերժելի։ Այս ամենի մեջ տալիս է կարևոր է սկզբունքը, Աստծո ողորմությունը պիտի մեզ մղի այսպիսի զոհ դառնալու Աստծո համար։ Եվ իհարկե այն պիտի արտադրվի ավետարանի, որտեղ ավետարանը մեզ տալիս այդ ողորմության հասկացողությունը։ Հիմա 12-ի երկրորդ համարում Պողոսը ավելի է խորացնում սա։ Եվ այստեղ ենք տեսնելու զոհի եւ մեր մտքի նորոգության կապը։ Սա հենց այնպես չի անում առաքյալը, որտեղ 5 կտակարանի ունկնդիրը շատ լավ գիտի ով է զոհը։ Մենք չգիտենք ինչպիսի զոհ էր ուզում Աստված 5 կտակարանում։ Շատ հաճախ կարդում ենք այդ հատվածները թռուցիկ անցնելով։ Ինչպիսի զոհ 5 կտակարանի հրեան հավատացյալը Իսրայելը շատ լավ գիտի, որ պիղծ զոհը կամ Աստծո կամքի համեմատ անմաքուր զոհ, այսինքն մաքուր կենթանուց չլիներ, արատավոր կենթանի լիներ, թոփալ լիներ, աչքը քանած լիներ, այսինքն հիվանդ լիներ այդ կենթանին, այդ զոհը ուղղակի հայհոյանք էր առ Աստված։ Սա իսրայելացին շատ լավ գիտեր։ Այսինքն միգուցե քո համար մարդկային ընկալումով ավելի հարմար է դա տանես, լավը պահես քեզ, բայց հրեան լավ գիտեր, երբ որ ինքը պահում էր այդ լավը իրեն, վատը տանում էր, արատավորը տանում էր, դա իրականում ինքը հասկանում էր, որ դա հայհոյում է ինքը Աստծուն։ Եվ Իսրայելի կյանքում սա կար, որտեղ Իսրայելը ի վերջո Եհովայի անունը տալիս էր, բայց իր սրտում իր կուռքերն էին։ Ինքը երկրպագում էր կուռքերին, բայց Եհովայի անունը տալիս էր, այսինքն արտաքին, համար հիշում եք ինչ է ասում Աստված, այս ժողովուրդը ինձ շուրթերով է պաշտում միայն։ Սիրտը ինձանից հեռու է, բա որտեղ է սիրտը։ Իրանց կամքին է կպած, իրանց կամքին, իրանց կուռքերին, իրանց պահանջներին, իրանց ցանկություններին, բայց ոչ Աստծո ուզածին, ոչ Աստծո կամքին։ Սա կարևոր է, դրա համար առաքյալն ասում է՝ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգություն, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որն է իրականում բարին, հաճելին եւ կատարյալը։ Եթե սա չլինի, ասում է, եթե սա չլինի, ձեր զոհը Աստծուն ընդունելի չի լինի։ Այս ամբողջ խնդիրը, որ առաքյալը ցույց է տալի առաջի համարի, երկրորդ համարի կապը։ Ինչ կապ ունի մեր կյանքի զոհը, որպես զոհ մեր կյանքը եւ մեր մտքի նորոգությունը։ Այս հասկացողության հետ առաքյալը բերում, որպեսզի մենք հասկանանք։ Այսինքն այն պետք է լիներ, այսինքն ավելի խորացնելով առաքյալը շեշտը դիմա սուրբ լինելու վրա, այսինքն Աստծո կողմից ընդունելի զոհ լինելու համար պետք է մեր միտքը նորոգվի, այսինքն ամբողջական կյանքի ընթացքը ոչ միայն առաքյալը առաջի համար երբ որ խոսում է, ոչ միայն ասում է, որ մեր կյանքը որպես զոհ պիտի լինի պարունակող մեր կյանքի ամբողջ ընթացքը, ոչ միայն պիտի լինի անդադար, այսինքն չվերջանա, անդադար դա լինի երկրպագություն, այլ նաև այն պիտի լինի որպես զոհ սուրբ։ Երբ որ խոսքը գնում է կենթանի լինելու մասին, սա նշանակում է մեր կյանքի ամբողջ ընթացքը ընդգրկած զոհ։ Երբ որ խոսքը գնում է անդադար, այսինքն սա նշանակում է, որ միշտ ինքը պետք է կենթանի նույնպես այս հասկացողության մեջ է, բայց սուրբը առավել սա նշանակում է Աստծուն ընդունելի լինի։ Այսինքն առաքյալը առավել ուզում ասի այդ ողորմությունը, որ դուք հասկացել եք, այդ ողորմությունը ձեզ պիտի տա հասկացողություն, որ ձեր անձերը որպես զոհ Աստծո զոհասեղանին դնելու հաճելի լինի Աստծուն։ Ոչ թե ուղակի
ասեք, որ դուք Աստծո զոհ եք դրվել, այլ այդ զոհ լինի, կենթանի լինի, այսինքն այն երևա, որ դուք Աստծո նվիրվածություն եք։ Այս սրա մասին է խոսքը։ Հիմա ավելի կտեսնեք սա։ Տեսեք մի կարևոր սկզբունք։ 5 տակարանի Իսրայելացու համար եւ Առաքյալը խոսում է, մենք արդեն ասենք, որ այս մենտալիտետով, այս ընկալումով է խոսում։ 5 տակարանի զոհ բերողի մենտալիտետի մեջ, հասկացողության մեջ կար մի կարևոր բան, կապ չունի դու թանկ կենթանի ես տարել, մեծ կենթանի ես տարել, թե փոքր կենթանի ես տարել։ Դա դու ես քո ընկալումների մեջ մեծ ու փոքր որոշում, թանկ եւ էժան որոշում։ Աստված միշտ նայում է իր ուզածը, իր ասածը, իր կամքի համաձայն, քո արածը իր կամքի համաձայն է, թե քո կամքի, թե քո ընտրությունն է, իր ընտրածն է ստարել, թե քո ընտրածն է ստարել։ Այստեղ այս երկու դամար ես հիշում եք սկզբում ասեցի, ուշադիր նայեք ձեր երկրպագությունը, Աստծո հետ հարաբերությունը այն, թե ձեր պահանջի բավարարումը։ Այս է կարևորը։ Եվ սրա համար մի փոքր արդեն ժամանակ անցավ, բայց որոշակի առումով որոշ մենք ներածական բոլոր սկզբունքների մասին գոնե խոսեցինք։ Ես ցույց տվեցի ընդհանուր թե ինչպիսի շահկապ կա ընդհանուր թղթի 1-ից 11-րդ գլուխ եւ արտադրված ողորմության շնորհիվ ինչպիսի մղումը մեզ տալի Առաքյալը, այսինքն մեր իրական մեր կյանքով պես։ Հիմա տեսեք, Եսայի 66-րդ գլխում սա շատ լավ նկարագրված այն ընկալումը, որ հрьяան որպես հեթանոսի զատ ուներ ճիշտ ընկալում Աստծո համար զոհ տանելու։ Որն է սա։ Եսայի 66-րդ գլխում 3-րդ համեց եկեք անդրադառնանք։ Անդրադառնում է Աստված զոհի որոշակի սկզբունքի վրա։ Այդտեղ ցույց է տալի զոհի սուրբ եւ պիղծ լինելու մասին խորհուրդը։ Տեսեք, տարել էին ճիշտ կենթանին, ինչ որ Աստված ասել էր, բայց Աստված ասում է ձեր այդ բերած կենթանին ինձ համար, այսինքն այդ գառը, որ դուք մորթել եք, դա նման է, որ դուք մարդ եք մորթել։ Ինձ համար պիղծ մարդ մորթելը պիղծ էր Աստծո համար, ասում է դուք նույնն եք արել, եթե այդ գառը բերել եք ինձ մորթել եւ զոհ եք դրել։ Տեսեք, եկեք անդրադառնանք սրան։ Առաջի համարից Եսայի 66-ից Աստված անդրադառնում է իր գերիշխանության։ Ով է ինքը ընդհանրապես, եւ այսինքն դուք պետք է հասկանաք ով եմ ես, որ իմանաք ինչ եք բերում, ում եք բերում նա։ Այսպես է ասում Տերը. երկինքը իմ աթոռն է եւ երկիրը իմ ոտքերի պատվանդանը։ Իմ, ոչ թե ձեր։ Դա ինչ տուն է, որ շինում եք ինձ համար։ Դա ինչ տեղ է իմ հանգստության համար։ Դուք ինձ կուրքի տեղ եք դրել, սիրուն տուն եք շինում, դիվան եք դնում, որ ես գլուխս դրեմ հանգստանամ, ես հանգստանալու կարիք չունեմ։ Այսինքն այդ ինչ եք ամ, ինձ հետ վերաբերվում եք ինչպես դուք ձեր հետ եք վերաբերվում։ Այսինքն ինձ դրել եք ձեր տեղը, եւ այս ընկալումը որոշում էր զոհի պիղծ կամ մաքուր լինելը։ Դրա համար ամենն էլ իմ ձեռքն է արել, այս ամենը։ Եվ եղան այդ ամենը, ասում է Տերը, եւ ես սրան եմ մտիկ տալիս, ինչին, ուշադիր նայեք, խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խոսքից դողացողին։ Այս երեք ամբողջ Առաքյալը սա լավ գիտի, դրա համար ասում է կամքը որ ճանաչեք, որ ճիշտ զոհ տանեք, որ ձեր զոհը ընդունելի լինի, ուշադիր նայեք։ Այդ ամեն ասում այս ամեն իմ ձեռքն է, դուք ունեք ձեր ընկալումը, թե ով եմ ես, իմ համար հանգիստ բաներ եք արել, ձեր ուզածով եք արել, ձեր ընկալածը, ձեր հանգիստը վերագրել եք, որ ես էլ եմ այդպես հանգստանում։ Հիմա ինքն ասում է դա կարիքը ես չունեմ, որտեվ ես ինչ ուզեմ կանեմ, ես գերիշխան եմ, եւ որ ասում է սա է իմ ուզածը։ Ես սրան եմ մտիկ տալիս, ինչին եմ ես մտիկ տալիս, եւ ինքը ցույց տալի ինչին եմ ես նայում, ինչին եք դուք նայում։ Այս տարբերությունը Առաքյալն ասում է ձեր միտքը նորոգվի, որ ճիշտ նայեք այնտեղ, ինչին Աստված է նայում, եւ անեք այն, ինչ որ Աստված է ուզում։ Տեսեք, եւ սրան եմ մտիկ տալիս խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խոսքից դողացողին։ Այս խոնարը եւ հոգի կոտրած հոգի ունեցողը կապված է Աստծո կամքը ճանաչելու հետ։ Սա ուղղակի խոնարհություն չի, որ դուք մեկի հետ վարում եք, վայ կարելի է այս խոնարհության մասին չի սելես, քեզ մեղավոր Աստծո առաջ ընկալելու հետ է կապված։ Եվ քո եւ Աստծո միջև տարբերությունը տեսնելու հետ է կապված այս խոնարհությունը։ Եվ կոտրած հոգի ունեցողը, որ դու հասկանում ես, որ որևէ մեկից տարբեր չես եւ դու զոհի կարիք ունես, դու ողորմության, որ զոհը ողորմություններ կան։ Ես ոչ թե զոհ եմ ուզում, այլ ողորմություն, եթե հասկանայի Աստվածը ասում։ Այսինքն զոհը նկարագրում էր, որ դու ուզում ես, որ Աստված ողորմի քո մեղքը ների, սա հետ է կապված։ Եվ իմ խոսքից դողացողին, այսինքն իմ կամքը ճանաչողին եւ վախեցողին, իմ կամքը չփոխողին, իմ կամքի փոխարեն իր կամքը չդնողի եւ անմիջապես հետևից տեսեք ինչ է ասում։ Արչար մորթողը մարդասպան է, մարդ մորթողի նման է, ռուսերենում այդպես ասում։ Закаляющий вала тоже что убивающий человека։
Արջար մորթողը մարդասպան է։ Ինչպես Աստված զզվում մարդասպանից, իր պատկերը սպանողից։ Այդպես այդ արջար մորթողից։ Արջարը Աստված էր ասել բերեք, բայց ինչի ենք այսպես ասում, ուշադիր նայեք։ Արջար մորթողը մարդասպան է, գառը զոհողը շուն մորթող է։ Շունը պիղծ կենդանի էր, անմաքուր կենդանի էր։ Շուն մորթողը ասում է խոզ ներողություն, գառը զոհողը շուն մորթող է։ Այսինքն պղծող է իմ զոհասեղանը։ Նվեր մատուցանողը խոզի արյուն մատուց, խոզը անմաքուր կենդանի էր։ Այսինքն դուք տեսնում եք ինչ ասում ինքը։ Բերել եք ճիշտ կենդանիներ, բայց պղծում եք ինձ։ Ինչի։ Որն է խնդիրը, ուշադիր նայեք խնդիրը որտեղ է։ Առաքյալը սա շատ լավ գիտի, դրա համար խոսում է կամքի հասկացողության մասին։ Ուշադիր նայեք։ Եկեք ես սկզբից կարդամ։ Արջար մորթողը մարդասպան է, գառը զոհողը շուն մորթող է, նվեր մատուցանողը խոզի արյուն մատուցանող է, կնդրուկ հիշեցնողը կուրք օրտնող է։ Կուրք օրտնող է։ Նրանք են ընտրել իրենց ճանապարհները։ Ինչն էր այս ճիշտ կենդանիներին անում Աստծո առաջ անընդունելի եւ անմաքուր եւ պիղծ։ Ինչը։ Բառը նայեք։ Նրանք էլ ընտրել են իրենց ճանապարհները։ Իրենց ուզածի համաձայն տանել, այսինքն իրենց կամքը կատարում են, բայց զոհ են տանում Աստծուն։ Այսինքն իրենց կյանքը չի համապատասխանում, չկա խոնարհություն, չկա կոտրած հոգի, չկա իր խոսքից դողը, բայց զոհը տանում են։ Այսինքն չկա Աստծո կամքի ճանաչողություն, Աստծո կամքի համաձայն ապրել, բայց զոհ են տարել։ Աստված ասում է ձեր բերած զոհը նույնն է, ոնց որ խոզի արյուն մատուցանեք, ոնց որ շուն մորթեք, ոնց որ մարդ սպանեք, ոնց որ ձեր կուրքի համար խունկ վառեք, նույնն է։ Ինչի, որտեվ դուք իմ կամքը չեք կատարում։ Իմ կամքից դուրս է ձեր կյանքը։ Նրանք էլ ընտրել են իրենց ճանապարհները եւ իրենց սրտին հաճելի են իրենց կուրքը։ Դրա համար ես ինչ ասացի ձեզ սկզբից։ Ուշադրեք ձեր երկրպագությունը, բավարարում է ձեր պահանջները, ձեզ է հաճելի։ Ձեր հաճույքն եք բավարարում այդ օրորվելով, շորորվելով, թե դա հարաբերություն է Աստծո հետ։ Այստեղ է ուշադիր պետք է լինեք։ Տեսեք, եւ անմիջապես 4-րդ ամսը ես էլ եմ ընտրել իրենց թշվառությունները, քանի որ իրենք ընտրել են իրենց ճանապարհները, իրենց կամքը դնեն, ես էլ ընտրել եմ իրենց թշվառությունը, պատժելու։ Ուշադիր տեսեք, առաքյալի խոսքերը ինչ է ասում։ Մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ ձեր մտքի նորոգությունով նորոգվեք, որ քննեք ինչն է Աստծո կամքը, որն է Աստծուն հաճելի, ընդունելին, որն է Աստծո ընդունելի զոհը, մեր Քրիստոսի նմանվելը։ Սա է իմ որդին, որի վրա է իմ հաճությունը։ Միայն ձեր զոհը, եթե Աստծուն ընդունելի կլինի, դա նշանակում է ձեր ծառայությունը պետք է զուգահեռ լինի Քրիստոսի հետ։ Իսկ ձեր ծառայությունը պետք է լինի այնպես, ինչպես Քրիստոսները հորը ծառայում, անկեղծ, հորը սիրելով եւ հորը ամբողջական հոր կամքին հնազանդվելով։ Այս սրա մասին է խոսքը։ Դա մենք ուղղակի նայեցինք հիմա ներածական, հետո ավելի խորը կանադառնանք ամեն մի հատվածի։ Ուրեմն, եթե անդրադառնանք Պողոս առաքյալի խոսքին, եկեք անդրադառնանք նորից մեր այդ հատվածին։ Տեսեք, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այսինքն չլինի, որ ձեր մարդկային մտածելակերպով փորձեք ինձ համար որպես զոհաբերվող կյանք ծառայել։ Պետք չի։ Այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգություն, որը պիտի նորոգի մեր միտքը, Աստծո խոսքը, Աստծո խոսքի խորը ուսումնասիրությունը, ճանաչողությունը։ Նորոգվեցեք նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարած։ Հաճելի բառը ուղղակի նկարագրում է կատարել եմ ամբողջական, որպեսզի ցույց տա, որ դա Քրիստոսի կատարած զոհն է։ Միայն Քրիստոսի զոհը ամբողջական Աստծուն ընդունելի է, եւ որպեսզի մեր կյանքը որպես զոհ Աստծուն ընդունելի լինի, պետք է մեր կյանքը ավելի արտահայտի Քրիստոսի նմանություն։ Մեր Քրիստոսի նմանվելը անդադար Աստծուն հաճելի է, որտեղ ինքը Աստված է, սա է իմ որդին, որի վրա է իմ հաճությունը, նրան լսեցեք։ Այսինքն այդ խոսքը լսեցեք, որը Քրիստոսը նույն Աստծո խոսքն է մարմին դարձած, նրան լսեցեք։ Այսինքն Քրիստոսին նմանվելը եւ դրա համար մեր հետագա հատվածում տեսնենք են Քրիստոսի նմանվելը հոր կամքի հնազանդվելու եւ մտքի նորոգության։ Երբ որ մենք խոսում ենք մտքի նորոգության մասին, միանշանակ իմացեք, մենք խոսում ենք Քրիստոսի մտածելակերպը ունենալու մասին։ Քրիստոսը ինչպես էր մտածում հոր մասին, այդպիսի մտածելակերպ պիտի լինի մեր մեջ հոր մասին մտածելու եւ մեր Տիրոջ մասին։ Այս սա ուղղակի Աստծուն հաճելի զոհն է։ Դրա ձեզ օրհնիր փառքի համար։ Ամեն։